Կոմիտաս Գրիբայեդով Խաչմերուկի այս հատվածում հոծգիծը հիմա չի երևում մեր կասառույցի և ձյան պատճառով, Գարնանը մայիսին այն չէր երևում մաշվածության պատճառով։ Հենց այս փաստարկով դատարանը անվավեր ճանաչեց հոծգիծը հատելու համար նշանակված 10,000 դրամ տուգանքը։ Հոծգիծ համարել դա չի կարելի, քանի որ ամբողջությամբ մաշված են։ Չերևացող հոծգիծը հատելու համար 10,000 դրամ տուգանված քաղաքացուն դատարանում օգնել է վարորդի ընկեր իրավապաշտպան կազմակերպությունը։ Ճանապարհային ոստիկանությունը խախտման վերաբերյալ դատարան որևէ ապացույց չի ներկայացրել։ Վարչական դատարանն էլ անվավեր է ճանաչել տուգանքի որոշումը։ Սերգեյ Ղահրամանյանը վարորդներին հիշեցնում է, կառավարության որոշմամբ սահմանված է գծանշման մակերեսի մաշվածությունը չպետք է գերազանցի 50%-ը։ Մաշված, վատ երևացող գծանշումները հատելու համար տուգանքները պետք է բողոքարկել։ Այսինքն, եթե հոծգծերը պարզ չի, ընկալելի չէ, հստակ չի, վարորդը չի կարող կողմնորոշվել։ Իդեպ դատարանը ոչ միայն անվավեր է ճանաչել տուգանքի որոշումը, այլև ճանապարհային ոստիկանությանը պարտադրել է որպես պետական տուրք քաղաքացուն վճարել 4,000 դրամ։ Սերգեյ Ղահրամանյանը շեշտում է, սա եզակի դեպք չէ։ Ընդամենը 7 ամիս առաջ ստեղծված կազմակերպությունը ամսական 200-ից 300 տուգանքի դիմում է ստանում, որոնք բողոքարկվում են։ Վերջին շրջանում դիմումները շատացել են հատկապես Իսակով Բաբաջանյան փողոցների հատման վայրից։ Վարորդներին տուգանում են հակադիր երթևեկելի գոտի դուրս գալու համար, մինչդեռ արգելող որևէ նշան չկա, բայց դեպի ձախ թեքվելու նշանը ասֆալտին երևում է։ Ինքը հին մաշված է, բայց վարորդը դա տեսնում է։ Ու վարորդը տեսնելով այդ նշանը, այդ երթևեկության գոտով սկսում է շարժվել ու բոլորին տուգանում են 30,000 դրամ։ Վարորդներին շփոթեցնում է նաև վերջին ամիսներին մայրաքաղաքի մի քանի հատվածներում երթևեկելի գոտիների փոփոխությունը։ Հալաբյան, Վաղաշյան, Ավետիսյան ու էլի շատ փողոցներում նոր գծանշումների ու հների մեջ վարորդները խճճվում են։ 2 մետրը մեկ հոծգծեր կան եւ վարորդները շատ ժամանակ ապակողմնորոշվում են։ Չնայած որ բերում թարմացնում են, բայց հինը կրկին մնում է։ Սերգեյ Ղահրամանյանը նորմալ է համարում, որ ճանապարհային ոստիկանությունը երթևեկության գոտիները փոխում է, շատացնում, բայց չի հասկանում, թե ինչու է հին ու նոր գծանշումների մեջ շփոթվող վարորդներին տուգանում։ Մյուս կողմից քաղաքապետարանը թույլ չի տալի, որ այդ ասֆալտը տվյալ հատվածի քերվի։ Այսինքն պետք է քերել, որ ամբողջությամբ դուրս գա այդ սպիտակ ներկը։ Բերում են սև ներկեն կսում, որը որ փայլեցնում է տվյալ հատվածը ու կրկին երբ որ դու երկայնքով ես նայում ավտոմեքենայի վարորդի բարձրությունից այդ գծերը շատ հստակ երևում են։ Վարորդի ընկեր կազմակերպությունը պատրաստվում է առաջիկայում բաց նամակով դիմել քաղաքապետարանին եւ ճանապարհային ոստիկանությանը խնդրի լուծումը գտնելու պահանջով։ Ազնիվ Կարապետյան, Իշխան Պետրոսյան, Գառնիկ Նահապետյան, այսօր։